Իրանում արդեն 5-րդ օրն է չեն դադարում բազմամարդ բողոքի ցույցերը, որոնք դեկտեմբերի 28-ից սկսած ընդգրկել են երկրի 31 նահանգների կեսը։ Այս ամենի հիմնական շարժառիթը ազգային արժույթի ռիալի կտրուկ արժեզրկումն է, քանի որ $1 փոխարժեքը հասել է պատմական ցածր ցուցանիշի։ Իրանում $1 համարժեք է 1.420.000 ռիալի։ Տնտեսական այս անրվիճակը փողոց է դուրս բերել սկզբում առևտրականներին, իսկ հետո նաև ուսանողներին ու հանրության այլ շերտերին։ Իրավիճակը ժամ առ ժամ թեժանում է հատկապես Լորեսթանի նահանգում, որտեղ բախումների հետևանքով արդեն կան զոհեր թե ցուցարարների, թե ուժայինների շրջանում։ Այդ թվում սպանվել է Բասիջ աշխարհազորային ստորաբաժանման անդամ։ Ընդհանուր առմամբ հաղորդվում է առնվազն 7 զոհի, տասնյակ վիրավորների եւ բազմաթիվ ձերբակալությունների մասին։ Ճգնաժամին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները լիովին զինված է եւ պատրաստ է օգնության հասնել, եթե Իրանի իշխանությունները կրակ բացեն ժողովրդի վրա։ Թեհրանը անմիջապես պատասխանել է Վաշինգտոնին։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին Թրամփին մեղադրել են արկածախնդրության մեջ, շեշտելով, որ Իրանի անվտանգությունը կարմիր գիծ է եւ ցանկացած միջամտություն կբախվի ջախջախի չպատասխանի։